տարածքում։ Ուրախ եմ։ Երեխաներ, հիմա ես անցնում եմ այս երեխեք ճանապարհ եք տալիս մի փոքր։ Մայրիկներ ջան, երկու կամավոր մայրիկով կհնա երեխաների հետ։ Եկեք հասկանամ, թե Մաչարենց տունը որտեղ է գտնվում։ Դրա համար ինձ ասեք տեսնեմ, գիտեք, գյուղ եք եկել, քաղաք եք եկել։ Քաղաք եք եկել։ Իսկ գիտեք երեխեք, թե որ քաղաք եք եկել։ Միասին քաղաք, շատ ապրեք։ Երեխեք, բայց դուք գիտեք տղաներ։ Լսենք հարցը։ Դուք գիտեք երեխեք, Էջմիածին քաղաքը բացի հետ Էջմիածից ուրիշ անուն էլ ունի։ Հայաստանը մեր պետության անունն է, բայց չասեք այդ անունները։ Հաստատ կհիշեք։ Լավ, վերջին հարցնելու եմ։ Երեխեք, երբ որ մտակ փողոց, տեսանք չէ, որ ամբողջ փողոցը պատված է բալենիներով։ Մենք գիտենք ինչ է բալենին։ Այդ առաջի անունն էր, հիմա երկրորդ անվան մասն ենք խոսում։ Այս երկրորդ անունը մի փոքր բարդ է, բայց ես կփորձեմ այնպես բացատրեմ, որ բոլորը հիշեք, լավ։ Երեխեք, մենք գիտենք ուխտի ինչ է։ Այզերի մասը ենք դիետոնիլը, չէ։ Բայց երեխեք, շատ ապրես, այդ ձեր իմացած ապատավոր կենթանիա, բայց երեխեք, ղիով։ Բայց մենք ունենք նաև մեկ այլ ուշադիր, երեխեք, շատ կարևոր բան եմ ասում, տղաներ։ Մենք ունենք նաև մեկ այլ ուխտ, որը գրվում է խ-ով։ Իսկ երբ որ գրվում է խ-ով, նշանակում է երթում, նպատակ, երազանք։ Իսկ ուխտավորեն երեխեք, հենց այն մարդն է, որ իր նպատակի, երազանքի հետևից գնում է եկեղեցի աղոթելով։ Այ երեխեք, այստեղ ենք ասում։ Գալիս եք առաջ, չեք ինձ իմաց, որ Առաջ, երեխեք ջան, առաջ, այդ հատվածից առաջ եկեք, եկեք ես կողմն էլ կանգնեք։ Գյուղեր ու մարզեր, չէ։ Այդ մարզեր գյուղերում երեխեք տարբեր բարբառներով են խոսում։ Նույն ձևեր երեխեք հենց այդպիսին է, որտեղից որ եղել է ուշադիր։ Նույն ձևել երեխեք հենց այդպիսին էր, որտեղից որ եղել է մեր հիմնադրի պապիկը Ստեփան Մաչյան Բաբախանյանը։ Երեխեք, մենք ունեցել շոտ, մեծ Հայաստան, բայց ժամանակի ընթացքում ցավոք այդ Հայաստանը, երբ որ 17 տարեկան է լինում, այդ ժամանակ ես մի երազ է տեսնում։ Երազում տեսնում է, թե ինչպես այս հսկայական կազմակերպությունը հիմնադրում։ Բայց երեխեք, երբ որ արտանում է, տեսնում է, որ դա ընդհանրապես երազ է ու շատ տխրում է։ Բայց գիտեք երեխեք, ինքը դրա համար մի լուծում էլ է գտնում։ Նա շատ հնարամիտ է եղել, շատ խելացի է եղել։ Ու երեխեք, տղաներ, շատ լավ կարողացել է նկարել երեխեք։ Ու գիտեք ինչ արել։ Դրանից հետո Հայաստանի տարբեր ուշադիր լսի հնարավոր շատ լավ միտք։ Մաչանել ջիրաս Մաչել նշանակում էր ինչ։ Շատ ապրեք, դե հիմա այն հետևից գալիս եք։ Մաչանել լավ է Ուրեմն երեխեք պետք է այնպիսի լուծում գտնել, որ կարողանային սրա մեջի մթերքը պահպանեին, չէ, կար մնա, չէ, որ կարողանային նրանք հետո օգտագործել։ Ու տեսեք, թե ինչ են արել երեխեք մարդիկ։ Ուրեմն գետինը բացել են, հողը փորել են, շատ խորը փորել են երեխեք։ Ու այս ամբողջ կարասը
ամբողջությամբ դրել են հենց հողի մեջ, այսինքն բացել են հողը, փորել են ու դրել են այնտեղ։ Ինչի երեխեք, ես ասացի չէ, որ երբ որ շատ շոկ լինի, այստեղ չեն կարա, չէ, ինչ որ մթերք բան կփչանալ։ Բայց հողի տակ երեխեք ջերմաստիճանը համեմատած ավելի Շատ ապրես, շատ։ Բավանալիճը որտեղ ա գիտես։ Այ երեխեք, հիշում եք այնտեղ են մեր արևմտյան Հայաստանի մասին, որ խոսում էի, որ գտնվում է Թուրքիայի տարածքում։ Այս մեր ասած կուտուրի բաներ, հիշում եք երեխեք, գտնվում է հենց մեր արևմտյան Հայաստանում։ Իսկ Սևանալիճը, որ դուք հիշեցիք, գտնվում է հենց մեր Հայաստանում, չէ, արևմտյան Հայաստանում։ Երեխեք, Գրիգորը հիմնադիրը ճանապարհորդություն է սկսում դեպի արևմտյան Հայաստան։ Գործիքներ են ցուցադրված։ Դրանք երեխեք այնպիսի գործիքներ են, որ շատ լիք ժամանակներում օգտագործվել են մեր տատիկների, հայրիկների, մայրիկների կողմից երեխեք։ Բայց դրանք ժամանակի ընթացքում իրենց գործածությունից դուրս են եկել։ Բայց հիմա ձեզ եմ հարցը ուղղում երեխեք։ Այս են կարծիքով ինչի պետք է այս գործիքները Այո, ավելի գեղեցիկ դարձավ, դուրս մատունավոր բաներ, մունավոր եղավ, Այ դու շատ մոտ ես, բայց ոչ թե գեղեցիկ, այլ նոր գործիքներ էին ստեղծում երեխեք, որոնք էլ ավելի հեշտ են մկրատի, հրետես է մնացած ինչ է։ մազերի հարտա, ինչ-որ բան է փելուտ, որ չդարձնել ձերկոս են վերցնել, լցնել։ Շատ ապրես, բայց ոչ թե եփելուց, այլ այս պարագայում լվացքի ժամանակ երեխեք։ Հիմա սպասի։ Երեխեք, ուրեմն այն ժամանակ չենք ունեցել, չէ՞, այնպիսի լվացքի մեքենաներ, ինչպիսիք որ հիմա ունենք, չէ՞։ Ու հիմա օրինակ որ մենք մեր լվացքի մեքենաները օգտագործում ենք, շատ հեշտ է, չէ՞, օգտագործելը։ Ընդհանրապես մի հատ սեղմակ ենք սեղմում ու արդեն ամեն ինչ արվում է մերից փոխարեն։ Բայց այն ժամանակ երեխեք մայրիկները, տատիկները շատ են տանջվել։ Չեն արել, ձեռքով են, չէ՞, լվացքը արել երեխեք։ Բայց Ես այս սրա մասին խոսեմ ու արդեն դրա մասին խոսեմ։ Այ, որ նայում ենք սրաները։ Բայց ինչ է կարծում, այս սովորական մկրատա, որ ինչ-որ մոզն են կտրենք կամ։ Բայց խոտ չէ։ Թարակ։ Չէ։ Չէ։ Այ, երեխեք, այս մկրատը կոչվում է բերրի։ Եվ այս մկրատը այս ժամանակ օգտագործել են ոչխարների բուրդը կտրելու համար։ Սրանով ոչխարի բուրդ են կտրել։ Հեսա հիմա է։ Ինչ է կոչվում այս գործիքը։ Անպայման։ Get bache. Սերուն չէ, սրահն էր ասում տեքին դարում։ Բոլորը միանում է, Սարգսյան։ Հիմա առաջ է գալի, որ շատ է լսում։ Երեխեք, իսկ հիմա առաջի դասը։ Իսկ հիմա երեխեք, գտնվում ենք Մաչանեստան հազարաշեն երեխեք։ Այդ երեխեք, չէ, դրա հետ կապ չունի։ Հազարաշենը կոչվում է երեխեք, որովհետև տանիքը կապցել են հազար մի գերաններից։ Այ հիմա երեխեք, երբ որ մենք տանը, այո, հայտերի, այ հիմա օրինակ, որ մենք մեր տանը տանիք ենք ինչ-որ կառուցում, մեզ հարկավոր է լինում մեղր, պարաններ, ինչ-որ այլ հարմարանքներ, որոնք որ պետք է կարողանան դրանով ամրացնել, չէ՞։ Բայց երեխեք, այս տանիքի առանձնահատկությունը այն է, երեխեք Բուրդը ինչպես են
գզում, հետո այդ գզած բրդից թել էին մանում, հիշում եք, այ նայեք, հիմա բացատրում է, դրա համար ուշադիր նայեք, էլիտ նայեք է անում։ Այդ երեխեք, այդ գզելու պրոցեսի համար, մուրդը գզելու համար երեխեք, օգտագործել են հենց այս սարքը, բայց հիմա այս սարքը անունը չեմ ասել, դուք ինձ ասեք, տեսեք սարքը ինչի եք ունեցնում, իլիկը սար չի երեխեք, ես այ իլիկը ցույց կտամ, մուրդի նման չի, այսպես գզում էին երեխեք, այսպես դնում էին, հետո վերցնում էին, նորից շրջում էին ու էլի այսպես գզում էին, այնքան ժամանակ միջև որ կարողանային թել ստանալ, հետո երեխեք, այ հետո երեխեք մեր սեղանը ճոխ է, թե հասարակ սովորական սեղան է, միևնույն է հացը միշտ մեր սեղաններին դրված է, չէ՞։ Շատ ապրես, երեխեք ժամանակի ընթացքում հացի տարբեր տեսակներ են ստեղծվել ու տարբեր տեսակներ կան, առաջինը հենց լավաշն է, որն այստեղ փոխելու եք, մյուս երեխեք բաղարդ հատուկ պահարանների մեջ է պահել, որ պաշտպանված կլինի թե միջատներից, թե կրիստներից, իսկ հետագայում արդեն երբ որ պետք է եղել վերցել ու օգտագործել։ 50-ից 20 երեխեքի 300 հատ կարողացել են օգտագործել
Արեն։ Էդ ում ձայն է։ Աղմուկ չեն կան։ Ջան։ Մամ, լավի։ Դրա համար լսեք, ես չի գիտեմ։ Այ սրտիկա։ Երեխեք տարածում եք այդ ամենը։ Ես ավել եմ։ Ես ավել եմ։ Տարածի Աշոտ ջան, տարածի լրտվեք։ Տարածի։ Ջան։ Դե չեն անցերը դա։ Ես չգիտեմ ինչ եմ սա